Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք միջազգային հարաբերությունների փորձագետ, մերձավոր արևելքի հարցերով փորձագետ, մերձավոր արևելքում ՄԱԿ-ի կառույցներում մոտ 30 տարի աշխատանքի փորձ ունեցող մասնագետ եւ փորձագետ, պարոն Դավիթ Հակոբյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Հակոբյան։ Ես կարող եի դեռ շարունակել ներկայացնել ձեզ, բայց այսքանով ես կանգ առա, որ շատ կարևոր է, ամենակարևորը այս ամենի մեջ այն է, որ դուք մերձավոր արևելքը լավ գիտեք, երկար տարիներ այնտեղ ապրել եք եւ աշխատել եք, եւ այժմ պետք է մենք փորձենք հասկանալ, թե այս Իրանի հետ կապված պատմությունը, որը պատերազմ է, չնայած Թրամփը խուսափում է պատերազմ բառից, այդ պատերազմից ինչ մարտահրավերներ կարող են լինել, կան այսօր եւ կարող են ծագել մարտահրավերներ, գլոբալ մարտահրավերներ եւ մասնավորապես մեր փոքրիկ տարածաշրջանում, մեր փոքրիկ Հայաստանի համար։ Մենք սկսենք այն հարցից, թե Թրամփը փորձում է, կարծես թե այս վերջին հայտարարություններով, կարծես թե նա ճանապարհ է բացում ոչ թե նահանջելու, այլ փակելու այս պատմությունը։ Նա ասում է, ես իմ հիմնական խնդիրը, երբ որ համարեմ, որ լուծել եմ, իսկ դա կապ չունի ոչ Հորմուզի հետ, ոչ մի բանի, ես ինքս կորոշեմ, երբ դուրս գամ, ես դուրս կգամ, եւ կապ չունի նաեւ, թե Իրանի իշխանությունները ինչպես են դրան վերաբերելու, եթե ես որոշեմ, ես դուրս կգամ։ Եվ այսպես, հնարավոր է արդյոք այդպես միանգամից Թրամփը որոշի դուրս գալ եւ հարցը փակվի, ինչու է նա այս պահին ուժեր բերում, կուտակում այդտեղ, ինչու են խոսում ցամաքային օպերացիայի մասին, որքանով է դա հնարավոր, արդյոք իսկապես Իրանի կարծիքը եւ վերաբերմունքը կապ չունի եւ նշանակություն չունի հարցը փակելու հետ։ Այնուհետև մենք կխոսենք, թե եթե այնուամենայնիվ պատերազմը վերջացավ, փակեց, Թրամփը որոշեց, որ իր խնդիրները լուծել է։ Դրանից հետո ինչ է լինելու, այդ մասին եւս կխոսենք։ Եվ այսպես այս պահին ինչ իրավիճակ է։ Շնորհակալություն հրավերքի համար։ Նախ ասեմ, որ ՄԱԿ-ում բացի երկար տարիներ աշխատելուց մերձավոր արևելքում նաև կոնֆլիկտերով եմ շատ զբաղվել ու պատերազմական երկրներում Աֆղանիստան, Սոմալիա, Արևելյան Աֆրիկայում եւ մերձավոր արևելքում Սիրիա եւ մոտ շրջապատող Սիրիան երկրները, Սիրիայում եղել եմ UNDP-ի ներկայացուցիչը, պատերազմի ամենաբարձր կետում, այսինքն այդ կոնֆլիկտ ուր ա գնում, ինչպես ա գնում, տարբեր իրավիճակներում շատ եմ տեսել։ Ու նաև հետևել եմ, կարդացել եմ, ինչպես են կոնֆլիկտները սկսում, ինչպես են կառավարվում եւ այլն, հա։ Եվ ինչպես են ավարտվում, այդ տվյալ դեպքում ես ավարտվում, եթե ավարտվում են։ Հնարավոր է արդյոք այդպես մեկ մարդու որոշմամբ ավարտվի դա։ Հիմա ուրեմն սկսեմ սկզբից, ինչպես են սկսում, հա, ես որ փետրվարի 28-ին, երբ որ սկսեց, մի քանի գործընկերներ, ամերիկահայ նաև գոլեգաներ ունեն, որոնց հետ անդադ քննարկումների մեջ ենք, իմ կարծիքը հարցրեցին, ասեցի սա Ամերիկայի հաջորդ Վիետնամն է կամ Սովետական Միության Աֆղանիստանն է, այսինքն որ մտնելը հեշտ է, դուրս գալը անհայմատ ավելի դժվար է։ Ու երբ որ ժամանակին, եթե հիշում եք մի տարի առաջ, դե Տրամփի ստիլը երևի շատ չքննարկենք, սա բոլորս գիտենք այդ իր ստիլը, ինքը մի կողմից բանակցում է, օմանում իր, մուսկատում իր ներկայացուցիչները բանակցում են, մյուս կողմից ռմբակոծում է եւ այլ, այսինքն այսօր մի բան է ասում, հետո մի ուրիշ բան անում է, ինքը հիմա ասում է դուրս եմ գալի նկատի ունի, դուրս է գալու թե ուղղակի ասում որ հանգստացնի, հետո հարվածի, այդ ցամաքային ծովային հետևակը 10,000 արդեն կենտրոնացել այնտեղ եւ այլն։ Հիմա այդ կանխատեսել լրիվ ինձ թվում է անհնարին է Տրամփի հետակա որոշումը, ոնց որ փոխեցուցա տալիս ինքը շատ կամ յուրատուկ տրամաբանություն ունի կամ չունի տրամաբանություն, էլի այդ դժվարը ռանում եմ ասեմ։ Բայց մի հատ կարևոր տարբերություն իր նախորդ մի շարք այդ կտրուկ որոշումների հետ,
մի տարի առաջ, երբ որ ինքը ապրիլի 1-ին էր էլի կարծեմ, որ այդ կտրուկ տարիֆներ մծրեց, հա, Եվրոպային 100%, չգիտեմ, Չինաստանին 150%, ում ինչ կա եւ այլն, ու ինչ որ նոր ազատագրման օր նույնիսկ հրճակեցին եւ այլն, հետո մեկ շաբաթ, երկու շաբաթ հետո ինքը ասաց, հա, լավ, բանակցեցինք, հանում եմ այս տարիֆները, 10%, 5%, հա, իջեցրեց, հա, 100-ը նույնիսկ 100 իջեցրեց, ուզում եմ ասեմ, ինքը այդ բանից սովորեց, որ կարելի է միացնել որոշումով, հետո անջատել։ Ինքը անջատեց, ամեն ինչ վերադարձավ նախնական կետին, զրոական վիճակի։ Բայց բոլոր հարցերում չի, որ տենց է, հա? Հարցեր կա, ասես պատերազմը, Ամերիկայի, Վիետնամի պատերազմը սկսելը, ասես դանդաղ վերքաշվել են ու քայլ առ քայլ խորացել են։ Հետո այնքան են խորացել, որ դուրս գալը դառավ սարսափելի, այսինքն Դերվի նկարները տեսել են հեռուստադիտողները Սայգոնից ինչպես էին ամերիկացիները էվակուացնում ամերիկացիներին եւ իրանց դաշնակիցներին եւ այլն սարսափելի տեսարաններ նույնը սովետական միությունը հա երբ որ համոզեցին Բրեժնևին որ Աֆղանիստանը ուզում է կոմունիզմ կառուցի որոշին գնան ռեժիմը փոխեն եւ այլն քաշվեցին ներքաշվեցին հետո 10 տարի հետո երբ որ դուրս էին գալիս տասնյակ հազարավոր զոհերով ու ի վերջո սովետական միության անկման պատճառներից մեկը նաև դա էր։ Հիմա գանք Իրանին ու ինչա ենթադրվում որ կլինի, հա։ Ենթանենք Տրամպը հա ասեց, որ 2-3 շաբաթից հետո ես հնարավոր է դուրս գամ ու զորքերը հանեմ։ Հորմուզի խնդիրը ասում է իմ խնդիրը չէ, մենք Ամերիկան նավթել ունենք, գազել ունենք, թող եվրոպացիներն ու չինացիները գնան այդ խնդրը լուծեն։ Հիմա ոնց պետք է լուծեն, Իրանը միանշանակ կորցրեց իր հրթիռային հրթիռների մեծամասնությունը, արտադրական շատ կառույցներ, չգիտեմ, միջուկային զենքի հետ կապված մեծ վնասներ ունեցավ ու բազմաթիվ ուրիշ բաներ, բայց մի բան, որ ինքը հստակ ձեռք բերեց, դա հսկական լծակն է աշխարհի վրա, աշխարհի տնտեսության վրա։ Նավթի գինը եթե 2 ամիս առաջ $50 էր բարելը, հիմա 110-110-ի կողմերն է ու նու ասում են այսքանը քանդոր մարդիկ դեռևս սպասում են կարող է ի վերջո happy end, հա, այսինքն հանգիստ դուրս գան այս վիճակից։ Եթե չէ կարող ավելի բարձրանա մինչև 150։ Իսկ այդ 150 եւ ավելին դա արդեն գլոբալ տնտեսական կատաստրոֆա է, այսինքն սարսափելի իսկ գազ, բենզինը, գազը եւ այլն դա արդեն բան են, ինքներ գնագոյացող պրոդուկտներ են, որոնց գինը արդեն ազդում է բազմաթիվ ուրիշ բաների։ Պլյուս այդ պարարտանյութեր եւ այլն, որոնք բնական գազի միջոցով արտադրվում են, աշխարհի 1/3-ը մոտորապես էլի հորմուզի նեղուցով է գալիս, ու եթե հիմա արդեն կանգնել է, բայց այդտեղ արձագանքը տնտեսական դանդաղ է ավելի, բայց ինչ որ ժամանակ հետո գյուղատնտեսական ապրանքներ, գներ, թանկացում, այսինքն սա բերելու է մեծ ինֆլյացիոն շղթայի թե Եվրոպայում, թե Ամերիկայում, թե տարբեր տեղեր։ Ու այդտեղ այդպես բարձրացում, որ Ամերիկան ենթադրենք որոշեց, հա վաղվանից ես էլ չեմ ռմբակոծում, ինքը իր զորքերը հանեց կամ ինքնաթիռները կանգնացրեց, Իսրայելն էլ Նետանյախուն կարծեմ այսօր թե երեկոյան ասեց, որ մենք համարյա հասել ենք մեր նպատակներին, այսինքն հասկանում եմ, եթե Տրամպը դուրս գա, ինքն էլ պիտի կանգնի, բայց այն վիճակը, որում regione գտնվում է դուրս է եկել հավասարակշիռ վիճակից, այսինքն հիմա Էմիրատներն են հայտարարում, որ մենք պիտի Իրանը ռմբակոծենք, քանի որ իրանք մեզ ռմբակոծել են։ Սաուդյան Արաբիան ինչ որ Ամերիկայի հետ Տրամպի անհաջող հայտարարություններից հետո կտրուկ քայլեր անում ամերիկյան զենք ասել էր որոշել եմ էլ չեմ առնելու ու մեր անվտանգային համակարգը Ամերիկայի վրա չեմ հենելու Եվրոպայի հետ է փորձում ու նաև Չինաստանի հետ է փորձում ավելի մոտիկ հարաբերություններ ամերիկյան բոլոր ռազմական բազաները որոնք անվտանգության երաշխիք էին այդ բոլոր ծոցի երկրներում իրանք դարձան անվտանգության ամենամեծ ռիսկ այդ երկրների համար բազաներում գտնվող զինվորները հյուրանոցներում ապրում են հյուրանոցները դառան իրանացիների համար թիրախներ եւ այլն ու դու բամ ոչ միայն ամերիկացիներով բնակեցված տարբեր հյուրանոցներ Դուբայը որը համարվում էր ոնց ասեմ անվտանգ ապաստան թե կապիտալի թե մարդկանց թե բիզնեսների համար հիմա շատերը արդեն հարցականի տակ են դրել Դուբայի այդ անվտանգության դոկտրինը մոտ 30%-ով անշարժ գույքի գներն անկել Դուբայում որը Դուբայում անընդհատ միշտ բարձրացել է գները շատերը ուղղակի բնակարան էին գնում որպես ինվեստիցիա հիմա արդեն էլ չի աշխատելու իսկ այդ կարգի վստահությունը կորցնում ես դա հետո տասնամյակներ է պետք որ վերականգնել հա մի բանա ջարդվի
հետո արդեն նորից վերականգնել դա անհամեմատ ավելի դժվար է։ Նենց որ ես ինձ պարզ հասարակ ելք չեմ տեսնում, եթե նույնիսկ ամերիկացիները կանգնեն, Իրանը շարունակելու է վերահսկել Հորմուզը, շարունակելու է իր $2 միլիոն ամեն մի տանկերի համար պահանջել, որը նշանակում է մի քանի միլիարդ դոլար միայն այդ անցման գինը, հա, միայն դրա համար իրանք եկամուտ են ստանալու, բացի դրանից այդ մի քիչ ոնց որ հեգնական է հնչում, բայց Ամերիկան, որը սանկցիաներով պատժում էր երկար տարիներ Իրանը, հիմա որոշել է, քանի որ նավթի գները բարձր են, սանկցիաներից ազատում է իրանական նավթը, Իրանը փաստորեն երկու անգամ ավելի բարձր գնով կարող է վաճառել, ու երկու անգամ Իրան նավթի գները բարձրանում է, այսինքն Իրանը ստանալու է այս ամենի արդյունքում տասնյակ միլիարդ դոլարների լրացուցիչ եկամուտ, տնտեսական կարողությունները վնասվել են, բայց բազմաթիվ ուրիշ հարցերում ինքը ինչ-որ ձեռքբերումներ, հա, մի քիչ տարօրինակ է հնչում, քանի որ ավիացիան, նավատորմը, բազմաթիվ այդ մարտական, ռազմական կարողությունների ճնշող մեծամասնությունը վերացել է, բայց ինքը հսկական լծակ, ոնց որ ասեցի, ձեռք է բերել։ Թրամփը նաև ասում է, որ եթե հենց որ ես դուրս գամ պատերազմից, շատ կարճ ժամանակում նավթի գները կվերականգնվեն։ Արդյոք այդպես կարող է լինել։ Չգիտեմ ինչի վրա է հիմնավորում, եթե Հորմուզը շարունակի կիսաբաց մնալ, այսինքն իրանացիների ասում է եկեք ինձանից գնեք այդ ամեն ինչը։ Հա, նու ասում հա, բայց ընդհանրենք Ամերիկան աշխարհի 20%-ն է այս պահին արտադրում, որը հիմնականում Ամերիկայում է սպառվում, շատ Ամերիկան դրա համար աշխարհի ամենամեծ սպառողն է այս պահին նավթի եւ բնական գազի, հա։ Նենց որ ինքը այդքան չի կարող արտահանի, Հորմուզով էլ մոտորապես 20%-ն է դուրս գալիս, բայց այդ նշանակում որ այդ 20% ընդեղ 20% ընդեղ էլի աշխարհում նավթ կա, բայց այդ նավթի ծավալները աճացնելը դա որոշումով որոշեցի վաղը ավելացրեցի չի ստացվում, դա մեծ ներդրումներ է, նույն Վենեսուելայում, հա, Վենեսուելայում 1 միլիոն բարելից քիչ է տարեկան, չնայած Վենեսուելան աշխարհի ամենահարուստ նավթային երկիրն է ծավալներով, բայց Վենեսուելայում աճացնել ծավալները ասում են մոտ 10 տարի է պետք լինելու։ Բարի, հիմա դիտարկենք, ասենք թե ստացվեց, Թրամփը կարողացավ դուրս գալ այս պատերազմից եւ հետպատերազմական շրջան։ Դե իհարկե մենք չենք կարող կռահել թե Իրանը ինչպես կշարունակի։ Նա եւս հետ պտտի իր ամբողջ ծավալած հարվածները, թե կշարունակվեն, ասենք նույն ահաբեկչություններ օրինակ կարող են լինել, շատերը խոսում են, վախենում են, բոլոր երկրները, այս եվրոպական երկրները վախենում են ահաբեկչության տարածումից եւ բանից, կարող է դա լինել թե չէ, եւ Հայաստանի դիրքորոշման մասին։ Եկեք գանք դեպի Հայաստան։ Հայաստանը ինչպես պետք է կառուցի իր հարաբերությունները արդեն հետպատերազմական շրջանում։ Գուցե եւ հիմա դուք ասեք ինչպես է դիրքավորվել Հայաստանը, ճիշտ եք համարում թե ոչ դիրքավորումը Իրանի հետ հարաբերություններում եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում եւ ինչը որ շատ կարեւոր է այդ Թրամփի ուղին, որը հայ-ամերիկյան նախագիծ է Իրանի տեսանկյունից մինչ այժմ ինչպես էր վերաբերում Իրանը այդ նախագծին, հետո ինչ է լինելու։ Սկսեմ երևի Իրան պատերազմ ավարտվում է կամ անցնում է ինչ-որ մի ուրիշ ֆազա, ինձ թվում է դա կարևոր է, որ ես ինձ պարզ ելք չեմ տեսնում, որ որոշեցինք, անջատեցինք, պատերազմը վերջացավ, Իրանը ասում է, ու փաստերով էլ ճիշտ է, որ Կասիմ Սուլեյմանին, երբ որ սպանեցին 20 թվականին, հա, Բաղդադում, ասում եմ մենք որոշեցինք չպատասխանենք, ինչ որ ասիմետրիկ թեթև հարված տվեցինք։ Հետո Սիրիայում, երբ որ իրանական դեսպանությունը Դամասկոսում խփեցինք, էլի որոշեցինք չպատասխանենք։ Նույնիսկ անցած տարի 25 թվականի 12 օրյա պատերազմի ժամանակ մենք էլի որոշեցինք սիմվոլիկ պատասխան տալ, որ բան չլի, էսկալացիան չխորանա։ Հիմա արդեն մենք այդ կետին հասել ենք, հասկացել ենք, որ եթե չպատասխանենք, մեզ անընդհատ ժամանակ առ ժամանակ գալու են ճնշեն։
Դա համար մենք արդեն դեռիվ ուրիշ մոտեցում այդ Հորմուզի գրավումը ու այդ ճնշումը միջազգային գլոբալ տնտեսության վրա դա իր հետևանքներ ունի։ Իսրայելում շատ պոպուլար է այդ մոտեցումը, իրենք ասում են որ խոտը մարգագետնում կտրում է, չէ, ասում ամեն կես տարին մեկ, տարին մեկ խոտը կտրում է ինչ-որ բարձրությամբ, մի քիչ աճում է գալիս։ Հիմա նույն Իրանը ասում է ժամանակ առ ժամանակ պիտի գանք ռմբակոծենք, բերենք ինչ-որ վիճակի, բայց իրանք ու ամերիկացիներն էլ այդ տեսության մասին շատ են խոսում, կրիտիկական ֆակտոր հաշվի չեն անում, դա խոտ չի, դա հասարակություն է, մարդկային հասարակություն է, ոնց որ երբ որ Իսրայելը 18 տարի 72-ից 2000 թիվը մտավ Լիբանան, փորձելով Պաղեստինյան ազատագրման շարժումը ճնշեց մեկին ծնվեց Հեզբոլլան, որը շատ ավելի ռադիկալ էր ու շատ ավելի տրամադրված էր ավելի դաժան քայլերի։ Հիմա ստեղել Իրանը ասելով եկել ենք այդ կետին ու մենք պատրաստ ենք մենք մեկ ցավի սահմանը շատ ավելի բարձր է մեր համար։ Այդ ոնց որ սովետական միությունը Գերմանիայի դեմ, հա, Գերմանիան 6 միլիոն զոհ տվեց, սովետական միությունը 28 միլիոն զոհ տվեց, բայց հաղթեց։ Հիմա Իրանը ասում է մենք պատրաստ ենք, մենք զոհերի առաջ չենք կանգնելու ու արդեն հասնելու ենք, որ մեր հետ երբեք էլ նման ձևով չվերաբերվեն։ Այդ մի բլոկը ինձ թվում է Իրանի հետ, այսինքն այս process-ը գնալու է իր ճանապարհով։ Դա նաև նշանակում է Դոհան, Դուբայը, Օմանը, Կատարը եւ այլն իրանք ստանում են լրիվ ուրիշ կարգավիճակ։ Այդ կատարյալ անվտանգ ապահով երկրների ցանկում իրանք Հայաստանի սորաբար ազատ առաջ էին լինում այդ ապահով քաղաքների եւ այլն։ Հիմա էլ չեն լինելու։ Ու այդ նշանակում է այնտեղից կապիտալներ արտահոսելու են, մարդիկ էլ չեն գնալու ապրելու եւ այլն։ Այդ փոխվելու, այսինքն անվերադառնալի փոփոխություններ սոցի երկրներում ու մերձավոր արևելքում է տեղի ունենալու։ Հիմա վերադառնանք Հայաստանին, հա, փորձենք Հայաստանի։ Չէ, նաև այդ ահաբեկչության վախը։ Այդ ահաբեկչությունը իմ համար այդ եթե դու պաղեստինցիները ինչի են անցել իրանց տեսակի, ինչի են իրանք անցել ահաբեկչության, եթե որ ուրիշ ոչ մի սիմետրիկ զենք չունեն, միակ զենքը ահաբեկչությունն է, ու սկսում են կամ Օսամա Բեն Լադենը կազմակերպում սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում հարվածներ, երբ որ իրանք ռազմական կարողությունները չեն համապատասխանում նույն Իսրայել, Պաղեստին, Իսրայել, մյուս երկրները, հա, այդտեղ դրա վտանգը կա այս դեպքում։ Միանշանակ կա։ Հիմա Իրանը ինքը կանի, թե Իրանը Հեզբոլլայի, Հութիների կամ Համասի միջոցով կանի, ինձ թվում է շատ ավելի վտանգավոր է, քանի որ մի բանա պրոքսին է անում, մի բանա Իրանի նման 90 միլիոն նանոց պետությունն է սկսում այդ կարգի ինչ որ բաներ մտածել, պլանավորել ու անել։ Ու իրանք ասում են մենք էլ նահանջելու տեղ չունենք, այսինքն մեր հետ ինչ հնարավոր էր արել եք, մենք արդեն այս ճանապարհով ենք գնալու։ Ու հիմա ոնց իրանք պիտի դուրս գան այդ վիճակից։ Ես այդպես པարզ ելք չեմ տեսնում։ Ու մենք կողքնենք։ Մենք կողքնենք հիմա։ Ես ասեմ, ես մի տարի առաջ Թեհրանում էի, եղել եմ մինչև այդ մի քանի անգամ եղել եմ, նույնիսկ Կաբուլից եմ Թեհրան եկել, հատուկ միսիայով էր, դա առանձին պատմություն է ՄԱԿ-ի Աֆղանստանի վերականգնման հետ կապված, բազմաթիվ հանդիպումներ եւ այլն։ Այս կոնֆերանսին, որ ես մասնակցում էի, կոչվում էր Թեհրան Dialogue Forum, մոտ 54 երկրներ, ու նաեւ ես ելույթ պետք է ունենայի, ես խոսացի Հայաստան-Իրան, հա Իմ ասելով, եթե ասի քարտեզը նայում եք իմ ելույթուն ասի 1.7 միլիոն քառակուսի կիլոմետրանոց հսկա Իրանը, որը դոմինանտ ամենամեծ երկինքը ավելի մեծ է, քան մնացած ամբողջ մերձավոր արևելքա, Թուրքիայով եւ այլն գումարած։ Ու 11 հարևաններ, համարյա բոլորը մուսուլման երկրներ, միակ ոչ մուսուլման երկիրը դա Հայաստանն է, ու ամենապարադոքսալը, որ այդ քրիստոնյա երկրի հետ Իրանը ունի ամենալավ հարաբերությունները։ Ու դա շատ դրական լավ ընդունվեց, թե իրանացիների, թե նաև այնտեղ Թուրքիայից կային մարդիկ, Ադրբեջանից շուտ մեկը կար նախագահի մոտեցավ հետո խոսացինք եւ այլ, այդ հետաքրիր էր ու իսկապես տենց է։ Դա պատմական ի վերջո կումուլատիվ 3000 տարվա հարաբերությունների արդյունք է։ Ու նաև մի անգամ իմ Նյու Յորքում ամենամեծ ղեկավարներից մեկը ՄԱԿ-ի մի քանի տարի առաջ էր, ասեց ձեր հայկական դիվանագիտության ամենամեծ հաջողությունը այն է, որ դուք Իրանին համոզել եք, որ Ամերիկայի հետ պիտի առնչվեք, Ամերիկային համոզել եք, որ Իրանի հետ պիտի առնչվեք, այսինքն երկուսի հետ էլ պիտի առնչվեք, նույնիսկ չէ Իրանին մոռանում ենք, Իրանը մեր համար մեր իմպորտ-էքսպորտ մոտ 30-40%-ն է, գազից գալի ծավալները գալի, ընդհանրապես աշխարհ
ճանապարհ ունենք երկու հատ, հա, մեկ Վրաստանով, մեկ էլ Իրանով, Վրաստանի հետ կապված խնդիրները նաև Ռուսաստանի հետ են կապված ու եթե Իրանից զրկվենք, դա մեր համար տնտեսական հսկական խնդիրներ առաջացնում։ Այսօր մենք շատ կարևոր փոխկապակցություն ունենք Իրանի հետ։ Հիմա Իրանում ինչ սցենարիներ կզարգանա, դրա տարբեր հետևանքները շատերը ասում են 3 տարբեր սցենարիներ են ասում, հա։ Ռեժիմի փոփոխություն, որը ըստ երևույթին հավանականությունը 0-ին մոտիկ է։ Եթե Իրանում ռեժիմը հունվարին դեռ շատ ավելի դրական էի գնահատում, երբ որ այդ ապսամբություն հա ժողովուրդը բարձրացավ, ինձ թվում է եթե այդ ժամանակ խփեին, գուցե շանսեր կար, որ 1 միլիոն ժողովուրդը մյուս օրը դառնար 5 միլիոն, 10 միլիոն, հետո արդեն հեղափոխություն։ Բայց հիմա արդեն ուշ է։ Երբ որ արտաքին թշնամին հարձակվում է, ներսում նույնիսկ ընդդիմությունը միավորվում է ազգայնական լոզունգների տակ։ Այսօր այս պահին Իրանում ռեժիմի փոփոխություն ու ինչքան էլ 100 հոգի վերացնես ղեկավարություն, թե 1000 հոգի, թե 10000 հոգի, դա չի փոխելու։ Այս պահի ռեժիմի բովանդակության կարողությունը իշխելու իրավիճակը։ Այսինքն ու այդ Ռեզա Փեխլևիի վերադարձը, Թագաժառանգի եւ այլն դա արդեն ֆանտազիայի շարքից է։ Հենց որ այդ չի լինում։ Երկրորդ սարսափելի ամենատարբերակն է, դա է որ Իրանի Աֆղանիստանում, հա, կարելի է ասենց ասել, ասես Իրանը ոնց որ սովետական միությունից հետո Աֆղանիստանը բաժանվեց մասերի, չգիտեմ, պաշտունները ընդդեմ տաջիկների, տաջիկները ընդդեմ ուզբեկների, ուզբեկները ընդդեմ սրա, ու բոլորը բոլորի դեմ մի քանի տարի քաոս երկրում առաջացավ։ Հիմա Իրանն էլ ունի այդ էթնիկ բազմազանությունը, որը թե իր հարստությունն է քուրդեր, արաբներ, չգիտեմ, բալուչիներ, բացի իհարկե ադրբեջանցիներ եւ պարսիկներ ու ուրիշ տարբեր ազգեր։ Այս պահին այդ ներքին ֆրագմենտացիայի ճանապարհ դեռ չի երևում ու առայժմ ոնց որ կայուն է։ Նույնպես ժամանակ կես ադրբեջանցի, կես քուրդա, Համենեին ադրբեջանցի եւ այլն, այսինքն այնտեղ այդ ազգերը ինտեգրված էին բավականին ու այդ ֆրագմենտացիան այս պահին երևում է հնարավորություն չի։ Կարծրացումը երրորդ տարբերակը երևի ռեժիմի կարծրացում, այսինքն թե Ալի Համենեին ինքը ֆաթվա էր, այսինքն երթում կրոնական, որ միջուկային զենք չի կարելի օգտագործել, դա համար դա իսլամին դեմ է, իր տղան ասում է այդ արդեն կամ ասել է որ այդ արդեն օրակարգի մեջ չի, քանի որ մահացած առաջնորդի խոսքերը իր այդ մահանում են։ Ֆաթվան օրակարգի մեջ չի։ Չէ, արդեն օրակարգի մեջ։ Այսինքն այդ երթումը Ալի Համենեի մահից հետո իր երթումը արդեն իրավական կամ կրոնական ուժ չունի։ Այսինքն ավելի վատ վիճակ ստացավ, ոչ թե ավելի լավ վիճակ։ Իշխանությունը փոխելով, չնայած Տրամպը ասում է մեզ ավելի բարյացակամ չի, փոխվել է, բայց սա Վենեսուելայի Դելսի Ռոդրիգես չի, հա, որը եկավ կինա, որին ինչ-որ ձևով համոզել են, ինչ-որ պայմաններ են կնքել, ռեժիմի փոփոխություն չի, նույն ռեժիմն է, դեմքերը փոխվել են, բայց ամերիկացիները ավելի հեշտ են աշխատում։ Հայաստան էինք գալիս։ Հա, հիմա գալիս ենք Հայաստան, ու այդ բոլոր սցենարիներում մեր համար բազմաթիվ խնդիրներ ունենք, բազմաթիվ ռիսկեր ունենք, բայց դրա հետ մեկտեղ ես կուզեմ նաև հետաքրքիր հնարավորությունների մասին խոսամ, դրա համար ինչպես կամայական ճգնաժամի ժամանակ, ճգնաժամը ունի ռիսկեր, նաև ինչ-որ հնարավորությունների նոր դուռ է բացում։ Ու այդ մեր յուրահատուկ կարողությունը թե Իրանի հետ աշխատել, թե Ամերիկայի հետ աշխատել, թե ռուսների հետ աշխատել, թե ուկրաինացիների հետ աշխատել, Մերձավոր Արևելքում, բացի իհարկե Ադրբեջանի ու Թուրքիայի հետ որ մենք նոր ինչ-որ հարաբերություններ են կառուցում, հայերը տրադիցիոն որպես Մերձավոր Արևելքին այնց յուրահատուկ էթնիկ խումբ, մշակույթով հարուստ, պատմություն, հարաբերություններ եւ այլն, միշտ ունեցել են այդ կարողությունը անկյունները անցնել, շրջանցել, հարաբերություններ ստեղծել։ Նենց որ մենք ինձ թվում է այդ նիշան, որի մասին ես ուզում եմ ասեմ, մեզ պետք չի կողմեր ընտրել։ Մենք պետք է իմ առաջարկն է ու դրա մասին հոդված եմ գրում, հայտարարենք, որ մենք նեյտրալ ենք, ոնց որ երկրորդ համաշխարհային պատերազմում մոդերն շատ առաջ Շվեյցարիան էր, հա, որտեղ կարող է Բեռնում, Շվեյցարիայում Աբվերը KGB-ի հետ կամ ՍՌՈ-ի հետ հանդիպել, ինչ-որ քննարկումներ ունենան կամ կապիտալները այնտեղ պահեն ու իրենց բոլորին որպես
բոլորը ուզենային ունենային մի հատ փոքր նեյտրալ երկիր, որտեղ կարելի է ինչ որ հետաքրքիր թեմաներ քննարկել։ Իմ համար ու նույնը ենթադրենք, եթե Դուբայից կապիտալը մեկնում է, կարող է գա Հայաստան, անվտանգ տեղերից մեկն է, կոմֆորտի աշխարհը, data center-ներ են կառուցում, ու այդ ամենը շատ զուս, զգայուն, ինչ որ ճանապարհ պիտի անցնի, մենք պիտի շատ դելիկատ լինենք այդ հարցերում։ Մենք պիտի կարողանանք չվառենք կամուրջներ։ Մենք ունենք թիրախներ, ընդհանրապես երեք չեմիսօր ամերիկյան համալսարանը որոշել էր փակվի, քանի որ Իրանը ասել բոլոր ամերիկյան օբյեկտներին կարող ենք հարձակվել, խփել։ Չփարկասով ոչինչ չեղավ, բայց ինչ որ մի օր կարողա դրան գա։ Ու այդ մեր դիվանագիտական նաև կարողություններն է, մեզ Իրանում լսում են։ Շատ քչերին են լսում, բայց մեզ լսում են։ Ու ամերիկացիներն են ինչ-որ մի գեղեցիկ օր պետք է լինելու, քանի որ ծոցի երկրները արդեն այդ բանը չունեն, այդ նեյտրալ պլատֆորմայի կարողությունը չունեն։ Մենք այդտեղ որոշակի նիշա կարող ենք գրավել։ Տեսեք, դուք ասում եք լավագույն տարբերակն է, եթե Հայաստանը ընտրի նեյտրալ կարգավիճակ։ Բայց քանի որ մանավանդ այս 2020 թվականից հետո այս մեր վերլուծությունները, մտահոգությունները այսպես իմի բերելով, ստացվում է, որ Հայաստանը այսօր եւս իր անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, գործոնից ելնելով, նա փնտրում է, հարցնում եմ, փնտրում է արդյոք Հայաստանը դեռևս էլի ինչ որ բլոկներ, որի մեջ նա կմտնի, կամ ոչ բլոկ, այլ ուղղվածություն Եվրամիության անդամ են ուզում դառնան, մյուսները ասում են, չէ, Ռուսաստանի հովանոցի տակ շարունակենք մնալ, այսինքն ինչպես այդ նեյտրալը, որը ասում եք, լավագույն տարբերակն է Հայաստանի համար, պահենք այդ նեյտրալ կարգավիճակը, մյուս կողմից չանհանգստանալով, որ պետք է մտնել այստեղ թե այնտեղ, որպեսզի անվտանգ լինի երկիրը։ Ասեմ, մենք փաստորեն այս վերջի տարիների կուրսը ինչ էր, մենք հասկացանք, որ ռուսական այդ անվտանգության ծածկոցը էֆեկտիվ չի կամ չի գործում, դա համար ռուսները իրանց օրակարգեր ունեն, թե Ուկրաինայում, թե Ադրբեջանում, թե Թուրքիայում, իրանց համար մեզ պաշտպանելը այդքան կարևոր խնդիր չէր, իրավ մյուս բոլոր հարցերի հետ։ Մենք այդտեղից որոշեցինք, մենք ուզում ենք գնանք արևմտյան ծածկոցի տակ։ Դրա հետ մեկտեղ արևմտյան ծածկոցն էլ նես չի, ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ մեզ առայժմ մոտակա ինստումա երկար տարիներում ոչ ոք չի պատրաստում ընդունի։ Փակագծերում էլ նշենք, որ հիմա ՆԱՏՕ-ի կարգավիճակը էլի պետք է հələ ճակատագիրը պետք է որոշել Թրամփի այս վերջին հայտարարություններից, Ռուբիոյի հայտարարություններից հետո, այս իրանական պատերազմի, Իրանի պատերազմից հետո պետք է հələ տեսնել ՆԱՏՕ-ն ինչ է լինելու։ ՆԱՏՕ-ի ենթադրենք Ամերիկան գնաց ինքը պատերազմ սկսեց, հետո Եվրոպան ասում է եկեք մաքրեք մեզնից հետո Եվրոպան ասում է դա ՆԱՏՕ-ի 5-րդ կետը հոդվածը, որտեղ հարձակում մեկի հարձակումա բոլորի, ասում է ՆԱՏՕ-ի վրա չեն հարձակվել, ՆԱՏՕ-ի անդամ երկիրն հարձակվե, նենց որ մենք ձեզ չենք գալու ձեր խնդիրները լուծելու, նենց որ ՆԱՏՕ-ի մեջ բաժանումներ է առաջանում, Տրամփը ուզում է Գրենլանդիան գրավի, որը պատկանում է Դանիային։ Ռուբիոն էլ ասում է մեզ այսպեսի ՆԱՏՕ պետք չէ։ Մի խոսքով, ուր ենք անվտանգություն եւ նեյտրալ քաղաք։ Հիմա այդ անվտանգության միակ երաշխիքը ոնց որ տրիպի հետ կապված ոչ թե խիստ ընդհանրենք Ամերիկան ունի 31 կարծեմ երկիր ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, որի հետ ՆԱՏՕ-ի պայմանագրից ելնելով ինքը երաշխավորում է անվտանգություն, կլինի թե չէ չգիտեմ, Մերձբալտիկան նաև եւ այլն, բայց դրանից բացի ունի մի 35 երկիր, որը լրացիչ առանձին պայմանագրեր ունի, Իսրայել, Ճապոնիա, Հարավային Կորեա, Կենիա, Հարավային բազմաթիվ ուրիշ Լատինական Ամերիկայում երկրներ, որտեղ էլի ունի անվտանգության երաշխավորող պայմանագրեր։ Մեր հետ չունի ու դեռ չի քննարկվում այդ հարցը ստորագրվելու, ես չգիտեմ, երբ կարող ենք սկսել դրա մասին խոսալ։ Մեր հետ միակ երաշխիքը դա տրիպն է ու տրիպի հետ կապված քննարկումներն էր, որտեղ ինքը Տրամփը հրավիրեց Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին ու ասեց. «Ես ձեզ կարկանդակ, ես ձեզ մտրակ։ Եթե ուզում եք, ձեզ կիսահաղորդիչներ, արհեստական բանականություն, Ադրբեջանին էլ նաեւ զենքի հետ կապված որոշակի թույլատումների 7 հոդվածի հետ, նաեւ ներդրումներ էներգետիկայում եւ այլն, ու ասեց, եթե ուզում եք իրար հետ բարի բան, պայմանագիր, խաղաղություն եւ այլն, դրա հետ մենք ձեզ կօգնենք, որ դուք շարունակեք ձեր մեջ հարաբերություններ կառուցել։ Դա ձև է, բայց դա երաշխիք չի։
Այսինքն եթե ինչ որ այս պահին Ամերիկայի ուշադրությունը կամ Տրամպի ուշադրությունը շեղվում է Իրան կամ շեղվում է, չգիտեմ, Թայվան կամ ինչ որ մի ուրիշ տեղ, իր համար դա անհամեմատ ավելի կարևոր խնդիրներ են դառնում, քան թե մեր հետ կապված իր օգոստոսի 8-ի քննարկումը։ Հիմա վերադառնանք այսինքն անցնել ամերիկյան այդ ծածկոցի տակ անվտանգային երաշխավորված անվտանգային դա տրված չի, դա երկար ճանապարհ է։ Երբ որ գալիս ենք նեյտրալության հայտարարության, ես ենթադրենք Շվեյցարիա օրինակը բերեցի ու Շվեյցարիա օրինակը ինձ թվում է մեր համապատասխանն է, ենթադրենք կա Կոստարիկա, որը հայտարարել է ես ընդհանրապես ոչ մեկի հետ չեմ ուզում կռվեմ, ես բանակ չեմ ուզում ունենամ, ես պաշտպանության մասին չեմ ուզում մտածեմ, ու ինչ որ ձևով 60 տարի է արդեն ինքը իր նորմալ ապրում է, ու շատ գեղեցիկ հաճելի երկիր է։ Հարևանները ինչպես։ Հա, հարևանները այդքան լավը չեն, բայց ագրեսիվ չեն։ Շվեյցարիայի դեպքում Շվեյցարիան այդ ամենը ասելուց հետո դա սկսել է Վիեննայի կոնգրեսը 1815 թվականի Նապոլեոնյան պատերազմներից հետո, այսինքն 200 տարվա նեյտրալություն է դա։ Ու նաև ինչ որ մակում հաստատված, քննարկված էլի օրինակներ կա, որտեղ ՄԱԿ-ի գլխավոր խորհուրդն է ընդունում այդ նեյտրալությունը, բայց Շվեյցարիայի դեպքում ինքը ասել է, հա, մենք նեյտրալ ենք, այդ հարթակ ենք մատուցում, հարաբերություններ, քննարկումներ, կապիտալի համար շվեյցարական բանկերը ամենաապահով եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ Շվեյցարիան բացարձակ զինված, կազմակերպված ռազմական առումով երկրներից մեկն է։ Այսինքն Շվեյցարիային հարվածելը, չնայած իր փոքր չափերին, կամական հարձակվողի համար սարսափելի թանկ հաճույք կարող է լինի։ Ու այդ մեզ էլ է վերաբերվում։ Այսինքն մեր նեյտրալությունը ոչ թե պիտի լինի բարի կամք ու թուլացած, այսինքն ոչ մի ներդրում չանել, մենք բացարձակ մեծ ուշադրություն եւ անվտանգության հետ կապված հսկական աշխատանք ունենք անելու, այդ շվեյցարական մոդելով, բայց դրա հետ մեկտեղ ցույց տանք միանշենք, որ մենք ոչ մեկի վրա չենք ուզում հարձակվենք, մենք վտանգ ոչ մեկի նկատմամբ չենք ներկայացնում, բայց դրա հետ մեկտեղ մեր վրա հարձակումը կամական հարձակում դա կարող է ունենալ շատ ցավալի հետևանքներ հարձակվողի համար։ Ես կուզենայի Թրիփի հետ կապված շարունակեինք զրույցը, բայց այդ մոդելը, որ դուք ասում եք, եկեք դա էլ վերջացնենք հետո։ Իսրայելը այդպես չարեց։ Չէ, Իսրայելը երբեք նեյտրալության մասին չի խոսում։ Ինքը զինվեց։ Հա, ինքը զինվեց այդ իր երկաթե տանիք, այ այրն դոմ, որ ինքը հայտարարեց, ինքը ասես լրիվ փակ ամրոց պաշտպանվող, բայց դրա հետ մեկտեղ Իսրայելի այսօրվա վերահսկող տարածքի մի զգալի մասը դա Պաղեստինյան պետություն պետք է լիներ։ Ինքը դա ոնց որ ինտեգրել է։ Ինչու չաշխատեց դա Իսրայելի դեպքում, ինչու այսօր էլ չի աշխատում։ Այո, Միացյալ Նահանգներին նա կանչեց, որպեսզի Միացյալ Նահանգները հետը միասին պաշտպանեն Իսրայելը, անգամ այդ դեպքում չի ստացվում կարծես թե։ Այդ առանձին երկար պատմություն է, անընդհեմ կարող ենք խոսել, բայց Իսրայելը 48 թվականից երբ որ Իսրայելը ստեղծեց, Պաղեստինյան պետությունն էլ պետք է ստեղծվեր, պաղեստինցիները փոխանակ իրանց պետությունը ստեղծելու մասին մտածեին, որոշեցին, որ Իսրայելը չպետք է գոյություն ունենա, իրենց պաշտպանեցին Եգիպտոսը, Հորդանանը, Սիրիան, բոլորը որոշեցին, որ չէ Իսրայելը իրավունք չունի գոյություն ունենալու ու մյուսներն են իսլամական աշխարհի ճնշող միացավ, որ Իսրայելը չպետք է լինի։ Չնայած ՄԱԿ-ը որոշել էր, քվեարկել էր ու Իսրայելը հասկացավ, որ մեր միակ գոյությունը շարունակելու ձևը դա հզոր ամուր պաշտպանական կառույցներով երկիրը։ Սկսեց ինքը իր, բայց ինքը երբեք չի ասել մենք նեյտրալ ենք։ Ինքը ասել է մենք միշտ կռվելու ենք մինչև ամենավերջի զինվորը, էլի։ Մի քիչ ուրիշ կոնտեքստ է այնտեղ։ Ու մինչև հիմա, իսկ հիմա այդ կտրուկ դա առանձին թեմա է խոսալու, ինձ թվում է մի տարի, երկու տարի հոկտեմբերի 7-ից հետո 23 իրենք հասկացան, որ միայն պաշտպանվելով չի լինում, նաև պիտի հարձակվեն։ Ու դրա համար Թուրքիայի հետ իրենք հարցեր ունեն, դրա համար Սոմալիլանդն են ճանաչում, Հնդկաստանի հետ հարաբերություններ, Էմիրատներ եւ Եկեք այսպես անենք, հիմա գովազդ հայտարարենք եթերում, այնուհետև Թրամփի ուղին ճակատագիրը նայենք այս պատերազմի, այսպես հետո պատերազմից հետո կամ սրա, եւ հետո անպայման Իսրայել-Թուրքիա դուք սկսեցիք այդ թեմային կպակ, ասում եմ ֆիգուրին կպանք շախմատի ժամանակ, չէ՞։ Գովազդը եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ
ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Ապրիլի 1-ին ազգային տեխնիկային թատրոնում կկայանա հեղինակային երգի բարեգործական երեկո։ Այս անգամ երգանները հավաքվել են ի աջակցություն Հուսո տուն բարեգործական կենտրոն հիմնադրամի։ Ամերիկի ընթացքում դուք կարող եք ունկնդրել Ռուբեն Հախվերդյանի, Երևանի ոսկյաշուն, Էդուարդ Զորիկյանի, Մուրացկանին, ֆանականին, ճգնավորին միանձնոհուն Արմինե Հայրապետյանի, Հայկ Պետրոսյանի, Գագիկ Շիբոյանի, Արեգ Նազարյանի և Վախթանգ Հարությունյանի կատարումները Ժամանակին արեգակից չերակի լույս փոքրիկ վառը և ձեր մասնակցությամբ մաս կազմել այս կարևոր գործի։ Միասին կարող ենք անել ավելին։ Տոմսերը կարող եք ձեռք բերել Fast Ticket կայքից։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք,
Միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Դավիթ Հակոբյանի հետ միջազգային հարաբերությունների մերձավոր արևելյան հարցերով փորձագետ եւ ՄԱԿ-ի կառույցներում աշխատած մասնագետ, որը հենց մերձավոր արևելքում է մոտ 30 տարի աշխատել։ Եվ այսպես Թրամփի ուղի, ճակատագիր։ Հա, այսինքն բոլորս գիտենք Թրամփի ուղին որտեղով անցնում, չէ՞, այդ 44 կիլոմետրանոց 42 էին ասում, 42-ից 4 տարբեր թվեր են ասում։ Հա, բայց ամենարագսի ափով, այս ափով Պարսկաստանի անմիջական մյուս կողմը մեր Մեղրիոյի շրջանում, հա, ես ժամանակին եղել եմ նույնիսկ սովետական տարիներին Մեղրիով հետո Նախիջևանով երվել եմ, այդ տարածքները լավ են պատկերացնում։ Ինչ եմ ուզում ասեմ, հա, Թրամփի իհարկե ուղին, Թրամփի անձնական ներգրավվածությունը, հա, Թրամփի Trump route for peace and Թրամփի ճանապարհը խաղաղության եւ կայունության զարգացման համար, հա, անվան մեջ Թրամփի անունը, երևի աշխարհում կա մի քանի հատ Թրամփաշտարակներ եւ նաեւ կա Թրամփի ուղին Հայաստանում, հա։ Հիմա տարբեր օդանավականներ հա, փորձում են ու 3 տարի հետո ինչ կլինի այդ անունների հետ, չգիտենք, իհարկե որ ապագայի մասին խոսում ենք, երևի ու ինչքանով Թրամփը իր այդ խաղաղության խորհուրդը եւ այլն այդ ամենը ինչքան կյանքի տևողություն ունի, դա էլ առանձին հարցեր է, որը երևի մեր Հայաստանի անմիջական խնդիրներից անվտանգության նաև դուրս է։ Բայց հիմա Թրամփի ուղին, այնտեղ մի քանի նյուանսներ կա, այսինքն այս պահին, հա, ես գիտեմ, որ պայմանագրի մանրամասնեցված քննարկումն է գնում, հա, սկզբունքները քննարկվել, որոշել են ով ինչքան տոկոս ունի, ոնց է, քանի տարով եւ այլն, ինչ-որ այդպես բաներ, բայց դա ոնց որ մտադրությունների արձանագրություն, memorandum of understanding, հա, դրանից հետո շատ ավելի դետալներով պայմանագիրն է հիմա, որտեղ էլի հարցեր կան, որոնք դեռ քննարկվում են, բայց իհարկե ու նաեւ ամերիկյան պետդեպարտամենտը 145 միլիոն դոլարը հատկացրել, որ այդ աշխատանքները սկսի, բայց ով պիտի կառավարի, դա ամերիկյան բիզնես պիտի թե արտապատվիրակվի, մի ասում են Դուբայից, ինչ որ կամպանիաներ տենդեր կլինի ղազախական, ինչ որ հնարավոր տարբերակ էին քննարկում, այդ ամենը դեռ քննարկվում էր մինչև պատերազմը սկսվեց։ Հիմա ամերիկյան պատերազմը Իրանի դեմ եւ ամերիկացիները կամ ինչ-որ մեկ ամերիկացիների անունից պետքա գային նաեւ մանրամասն կարիքների գնահատում, այսինքն երկրաբաններ, շինարարներ, չգիտեմ, գեոդեզիստներ պիտի կան հաշվեն, այս ճանապարհը ինչ կարժենա։ Կոպիտ գնահատում են 350-ից 400 միլիոն դոլարի մասին է խոսքը գնում, բայց դա գնահատական է, մինչև աշխատանքներ չարվի, դժվար է վերջնական թիվ, եթե թիվն էլ չկա, վարկ են վերցնում, պետությունն է հատկացնում, դա էլ դժվար է։ Ինչպիսի ռիսկեր կան, ով ինչ կարգի ռիսկերի տակ կարող է մտնի։ Ու նաև հիմա իհարկե պատերազմ, հա, ես դժվար է երևակայել ու պատկերացնել, որ ամերիկյան երկրաբանը կամ ամերիկյան ինժեներները այս բան կարող են գան այդ սահմանի վրա ինչ որ չափումներ անեն, մինչև չխաղաղվի, հա, հանգամանքները։ Ամբողջ խնդիրը իմ հարցն էլ խաղաղվելուց հետո ինչ հա, այդ խաղաղվելը առաջին երբ կլինի, հետո խաղաղվելուց հետո դա ինչ է նշանակում։ Ենթադրենք Հորմուզի հետ կապված քննարկեցինք, հա, որ Հորմուզը ամենայն հավանականությամբ դառնալու է Սուեցի ջրանցքը Եգիպտոսի համար, Իրանի համար Հորմուզն է դառնի։ Ինքը դնելու է իր գումարները վերցնի։ Ստեղ կարող է ինքն էլ ասի, վերջ, ասում Ամերիկան, նույնը հիմա ոնց որ պահանջում է ծոցի բոլոր երկրներից ամենական բազաները անեք, ամերիկյան բիզնեսները հանեք, մենք կարող է սկսենք խփել, մի անգամ խփել են Դուբայում data center-ների եւ այլն, հա։ Նույնը կարող մեզ ենթադրենք Հրազդանի data center-ը, եթե նույնիսկ դա ինչ-որ ամերիկյան ինվեստիցիա է մասամբ, ավելի հեռու է, բայց սահմանի վրա, երբ որ ուղակի ձերքի զենքով կարելի է հարվածել, ինչ չի թվում, թե հեշտ է լինելու այնտեղ աշխատել։ Հիմա եթե արտապատվիրակվի ինչ-որ մեկին, որը գա չափումներ անի, ինչ-որ աշխատանքներ սկսեն, այդ էլի այդ մեր Իրանի հետ շատ նուրբ բանակցային գործընթացի խնդիր է լինելու։ Բայց դրա հետ մեկտեղ մի հատ ուրիշ հարց կա։
Եթե Ադրբեջանը ուներ Էսպանիան ունի տարբերակ Նախիջևան գնալու, որը Պարսկաստանով է, մինչև Տրիպը կառուցվի, ինքը Պարսկաստանով ունի հնարավորություն Նախիջևան, ու ամբողջ Նախիջևանի մատակարարումը ի վերջո այդ Իրանով անցնող ճանապարհով է գալիս, պլյուս Թուրքիայից շատ թեթև, դրա համար Թուրքիան էլ նորմալ ճանապարհ չունի, այնտեղ մի քանի կիլոմետրանց հատված ընդհանուր սահման ունեն Նախիջևանի հետ։ Իրենց համար Ադրբեջան, եթե Իրանը անցնում է անկայունության տարածք, Ադրբեջանի համար դառնում է կրկնակի կարևոր տրիպը, թե երկաթգիծը, թե ավտոմեքենային ճանապարհը։ Սյունիքի ճանապարհը, այսպես ասենք։ Սյունիքի ճանապարհը։ Հա, Սյունիքով անցնող, Մեղրիով անցնող այդ ճանապարհը, որ անմիջական կապում է, այսինքն մի բան է դա որպես տրիպը, որպես գլոբալ կապի համակարգի մաս Չինաստան, Եվրոպա, Արևելք, Արևմուտք, որտեղ իջու կրտիկական այդ 42 կիլոմետրանոց հատվածն է, որը մեր հնարավորությունների համար շատ կարևոր, հա, մեր համար լծակ է որոշակի հարցերում մեր խոսքը ունենալու, բայց դրանով Ադրբեջանի համար կնակի, քառակի ավելի կարևոր է դառնում Հայաստանում անցող տարածքը, երբ որ Ադրբեջանում պատերազմը շարունակում է կամ վտանգ, դա ոչ միայն պատերազմը անմիջապես վտանգներ է, դա նաև ապահովագրությունն է։ Հիմա ենթադրենք օրինակ ասեմ, հետաքրքիր է Հորմուզում նավերը, եթե առաջ ապահովագրումը մի նավի արժեր $40,000, մենակ ապահովագրումը հիմա արժե 1-ից 2 միլիոն $։ Հասկացու՞մ եք, այդ կարգի փոփոխություն է։ Հիմա ստեղ ոնց է դա աշխատելու։ Էդ էլ է առանց ու դա երկարաժամկետ խնդիր է։ Ընդ որում Թրամփը ասում է, ձեռքերս լվանում եմ մոտ։ Հա, եթե Թրամփը ընդեղից է ձեռքերը լվանում, կարող ստեղից են լվանա կամ չլվանա, չգիտեմ, եթե շարունակում է, ուզում ասում, այդ առանձին փոփոխական է, Թրամփի տրամադրությունը եւ մոտեցումը, բայց նաեւ ինստինկտիվ, եթե սա կառուցվի իր բոլոր դժվարություններով հանդես սկսի գործել, ապահովագրան ծախսերն են նաեւ այդտեղով թանկանում։ Հիմա գալիս ենք, սա իհարկե տենց ուղիղ կապված չի Իսրայել-թուրքական հարաբերությունները մեր Թրամփի ուղու հետ, բայց եթե շատ խորանանք, դուրս կգա, որ կապված են։ Ոչ միայն Միացյալ Նահանգներ Թուրքիա հարաբերություններ եւ Թրամփի ուղի, կարծես թե Միացյալ Նահանգներ Ադրբեջան Թուրքիա խնդիր չկա, բայց Իսրայել Թուրքիա կա խնդիր, թե չէ։ Չէ, մեծ խնդիր կա, ու միած հետաքրքիր է, այդ ասեցիք, չգիտեմ, հիշում են մեր հերոստատիտողները թե չէ, առաջինը ով է խոսացել Տրամփի ուղու մասին, դա խոսացել է Տոմաս Բարակը, Ամերիկայի դեսպանը Թուրքիայում, 1.5 ամիս առաջ, շատ նես վերացական բաներով, բայց այդ նույն մարդն է, որը շատ պրոթուրքական էր, ու այդ ժամանակ ինքը Թուրքիա-Ադրբեջան կապի մասին էր խոսում, հետո ինքը նաև շատ ոչ այդքան հաջող դեր ունեցավ սիրիական կոնֆլիկտում, սիրիական քուրդերի հետ կապված հարցերում, այսինքն ինքը թուրքական օրակարգ էր։ Իսրայելի կողմից ճնշում առաջացավ իր մոտեցումների դեմ, դրա համար Իսրայելը, որ եթե ինքը ուզում էր Սիրիան դարձնել Թուրքիայի վասալ պետություն, այն տարբերակով ոնց որ հիմա ստեղծվել է, հա, այս իշխանապողությունից հետո Սիրիայում։ Իսրայելը հասկացավ, որ դա չի կարող թույլ տա, այսինքն դա ինքը Սիրիայից մի կտորել ինքը վերցրեց, սիրիական բոլոր ռազմական կարողությունները վերացրեց։ Բայց որ գանք մեր խոսակցության շարունակությունը, եթե Իրանը վերանում է որպես կարևոր ռազմական գործոն տարածաշրջանում, երկրորդ ճակատը դա Իսրայելի համար Թուրքիան է ու ամենակարևոր մեծախոյանը, դա համար Իսրայելը միանշանակ իմաստական ամբիցիաներ ունի, որ ինքը հեգեմոնն է։ Ամերիկան իրան կարտ պլան շատ տվել, ինքը կարա Իրանը ռմբակոծի, կարա, չգիտեմ, Դոհայում անցած տարի, հա, ռմբակոծեցին, հա, բանակցությունների ժամանակ, որը Ամերիկայի դաշնակից երկիրն էր եւ այլ։ Իսրայելը, այսինքն որոշակի իր ռազմական կարողությունները այնքան են աճել, որ ինքը բոլոր տեղերում հավակնություններ ունի։ Դրա հետ մեկտեղ Թուրքիան, Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը քննարկում են ստեղծել սուննիական ՆԱՏՕ։ Դա առանձին ինչ-որ ոնց որ օսա է, այսպես առանց կազմակերպվում, որը բայց Իսրայելը ինչ արեց։ Իսրայելը մի քանի ամիս առաջ ճանաչեց Սոմալիլանդը, ես Սոմալիայում առանձին երկար աշխատել եմ, այդ Սոմալիլանդի պատմությունը լավ գիտեմ, դա Սոմալիայի մի զգալի մասն է, որ այդ Բաբել Մանդեբի նեղուցը որ կար Կարմիր ծովից դուրս է գալի Հնդկական օվկիանոս, ինքը լրիվ վերահսկում է։
ու այդ փաստորեն ինքը ճանաչեց Սոմալիլանդը, որը չճանաչված պետություն է, հարաբերություններ հաստատեց ու սկսեց ռազմական բազա այնտեղ կառուցել։ Իսկ Սոմալիան Թուրքիան էլ աջակցում է Սոմալիային, այսինքն Սոմալիան կիսվել է երկու մասի, ու այս ամենակարևոր մասը, որը Արաբական Էմիրություններն էլ նաև այնտեղ մեծ պորտ է կառուցում, Իսրայելը, այսինքն Արաբական Էմիրությունների հետ, Սոմալիլանդի հետ, Հունաստանի, Կիպրոսի հետ դաշինքներ, համարյա դաշինք, Հունաստանը, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ընդդեմ մյուս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դեմ, ինքը ինչ-որ պայմանավորվածություններ կնքեց ռազմական դաշտում։ Հնդկաստանի հետ Մոդինս վերջերս Իսրայելում էր շատ ջերմ լավ հարաբերություններ, ռազմական դաշտում մեծ համագործություն, այսինքն Իսրայելը, եթե ինքը առաջից փակված ամրոց էր, մեծ ձեռք մի տվեք, մենք չենք խփի, հիմա ասես ագրեսիվ իր ձեռքերն է տարածում, տարածաշրջանում ու հատվում է միանշանակ Թուրքիան, մյուս կարողուշը դա Թուրքիան է, թե բանակով, թե կարողություններ։ Դալի ասել հակաթուրքական դաշինք չասեմ, բայց հակաթուրքական ինչ-որ կոալիցիա է ստեղծում։ Ինչ-որ տեղ, բայց նենց չի, ախր այդտեղ այնքան Թուրքիան է ինչ սունիական, դաշինք է փորձում ստեղծի, մի կողմից շիական Իրան ու Իրանի, համախոհներին ոնց որ թուլացրեցին կամ ջախջախեցին այս բան։ Հիմա դուրս են գալիս իսլամի ավելի մեծ թևի վրա, որտեղ տրադիցիոն Օսմանյան կայսրության սուլթանը եղել է նաև սունիական կրոնական առաջնորդ, այսինքն Թուրքիան Եգիպտոսն էր հավակնում, բայց Թուրքիան ավելի մեծ հավակնություններ ունի սունիական իսլամում առաջնորդող դերի։ Ու Իսրայելի հետ միանշանակ կոնֆրոնտացիան։ Ինձ թվում է աճելու է։ Եթե նույնիսկ Իրանի հարցը դուրս եկավ, Իսրայել-Թուրքիա հակամարտությունը դեռ երկար։ Ուտեղ իհարկե երկուսն էլ Ամերիկայի դաշնակիցներն են։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց Իսրայելը անհամեմատ ավելի մոտիկ է Ամերիկային։ Թուրքիան աճող ուժ է ու շատերն են ուզում Թուրքիային զսպեն։ Իսրայելն էլ է աճող ուժ, բայց ինքը իր Եթովպիանա շատ հետաքրքիր միանում այդ իսրայելական առաջնորդությամբ այդ ալյանսին, ուզում ասեմ Եթովպիայից մինչև Հնդկաստան, Իսրայելը իր դաշ։ Ու մենք էլի հայտնվում ենք արանքում։ Այդ երկու մեծ առանցների մեջ մենք էլի մեջտեղում ենք, ոչ Թուրքիայի հետ կարանք շատ մոտիկ բարեկամություն ունենք, Իսրայելի հետ մենք մեր խնդիրները ունենք, բայց Իսրայելի դաշինքի ընդհանրենք Հունաստանի, Կիպրոսի հետ մենք շատ լավ հարաբերություններ ունենք եւ այլն։ Ուտեղ մենք էլի պիտի այդ իմ նեյտրալության տեսությունը կարա որոշակի ընդհանրենք Ադրբեջանը չի կարա նեյտրալ, ինքը թե Թուրքիայի շատ հզոր Ադրբեջանի վիճակի միջած ավելի դժվար է։ Ինքը համ Թուրքիայի հետ է շատ մոտիկ, համ էլ Իսրայելի հետ է մոտիկ։ Մոսադը շատ ակտիվ ներկա Ադրբեջանում, թուրքական զինված ուժերն ներկա Ադրբեջանում, այսինքն ինքը արդեն ներքաշված է ինչ որտեղ։ Ինչպես է ինքը հարաբերվելու այդ երկու բարեկամների կոնֆլիկտին դժվարանում եմ ասել։ Մեր համար էլի որոշակի նեյտրալություն, տնտեսական համագործակցություն, հարաբերություններ, Հնդկաստանը մեր շատ լավ բարեկամն է, Եթովպիան մեզ բարեկամ երկիր, Հունաստան եւ այլն, էլի։ Մյուս աշխարհում արաբական երկրները, Մերձարարևելքի շատերը մեզ բարեկամ են։ Ինչու ես այս Թուրքիայի վրա շատ ավելի ուշադրությունը հիմա այս կոնտեքստում դարձրեցի, որովհետև ուզում եմ հետ գալ նորից թրիփի ուղուն եւ ձեզ հարցնել ձեր տեսակետից Թուրքիայի համար այս դասավորվածության կամ այս իրավիճակում թրիփի ուղին այդ 42 կիլոմետր Սյունիքի ճանապարհը եւս շատ կարեւոր է։ Եթե այո, կարեւոր է, կարող եք ասել ոչ, դա Ադրբեջանին է միայն պետք։ Բայց եթե Թուրքիային էլ է պետք, Իսրայելի պահվածքը թրիփի ուղու հետ կապված։ Իսրայելը ինձ չի թվում, թե ինչ որտեղ հստակ կարծիք հայտնի, Թուրքիայի համար միանշանակ կարևոր է։ Իր համար դե տրադիցիոն է թուրանական աշխարհի։ Դե այնինչ կարևոր է Թուրքիայի համար, արդյոք Իսրայելը չի խոչընդոտի դրան, հարցս դա է։ Ինչ որ պահին, ինչ որ հնարավորություն դրա կա, բայց նենց չի, որ եթե ինչ որ հարցում հակամարտություն ես, բոլոր հարցերում հակադրվում ես, դա արդեն չի ուժեղացնում դա Թուրքիային այդ Սյունիքի ճանապարհը։ Ուժեղացումը, բայց նենց կրիտիկական ուժեղացում չի։ Դա այսինքն Թուրքիայի համար շատ կարևոր է, Նախիջևանով, դրա համար իրենք առանձին իրենք 3 միլիարդ դոլարանոց երկաթգիծ են կառուցում, որ Հայաստանի մնացած տարածքով չգնա, այլ Թուրքիայի տարածքով գնա։ Նախիջևանով Ադրբեջանին միանալը, Ադրբեջանով կենտրոնական Ասիային միանալը, թե որպես առևտրական, թե որպես
էթնիկ, հա, պանթուրքական ինչ որ առանց կառուցելը, դա իրենց համար կարևոր խնդիրներ է։ Բայց դրա հետ մեկտեղ թե Թուրքիան, թե Իսրայելը աճող թե տնտեսական առումով, թե ռազմական առումով երկրներ են։ Իմիջիայլ Իսրայելի ռազմական բյուջեն ավելի մեծ է, քան Թուրքիայինը, չնայած բնակչությունով 8 անգամ ավելի փոքր է Թուրքիայից, բայց ռազմական բյուջեն իրանց ավելի մեծ է։ Ռազմական կարողություն Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի ասում են երկրորդ բանակն է, բայց Իսրայելի հզորությունները ավելի մեծ է, քան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակինը։ Բայց իհարկե մեծ երկիր է, դաշնակիցներ ունի։ Հիմա ինչքանով իրանք կհասնեն բաց մրցակցություն ինչքան կդառնա կոնֆրոնտացիայից իրանք պատերազմ դժվար է ասել, բայց կարող է փոխադարձ ինչ-որ քայլեր կատարվեն։ Ադրբեջանն է փորձել մի քանի անգամ երկուսի հետ լավ հարաբերություններով ինչ-որ միջնորդի դեր ունենա, առանձնապես հաջողություն չի, ուղղակի գեոքաղաքական շահերի բախումները բերում են ընդհարման, ու քանի որ Իսրայելի համար սկզբունքային խնդիրը, հա, բոլոր Իրան դաշնամական ուժերից ազատվելը, ուժով ազատվելը։ Իսկ Թուրքիայի համար այդ դաշնամական Իսրայելի բոլոր ուժերը դա իսլամական ուժերն են, որոնց առաջնորդը ինքը իրան համարում է։ Եվ վերջին հարցը, շնորհակալ եմ այս պատասխանի համար, եւ վերջին հարցը, իսկ գուցե ինչ որ հնարավորություններ են բացվելու Հայաստանի համար այս իրավիճակում։ Տեսեք, Իրանի դեսպանի հայտարարությունը այն էր, որ ես կարևորում եմ Հայաստանի հետ սահմանը, դա մեր խաղաղության ճանապարհ է, դա մեր կենսական կարևորության ճանապարհ է, եւ ամեն կերպ նա փորձեց, նրանք շատ զուսպ են իրենց հայտարարությունների մեջ, այստեղ նա հատուկ ընդգծեց Հայաստանի նշանակությունը տվյալ դեպքում Իրանի համար։ Կա ինչ-որ գոնե դրական մի բան, որը կարելի արձանագրել։ Իմ տեսակետից կա, շատ դրա մասին չի խոսում, բայց ես որ ճանապարհը անցել եմ լավ պատկերացում, ընդհանրենք պարսկական ջուլֆայից, երբ որ մտնում է Նախիջևան ջուլֆա, որ երկուսը հայկական ջուլֆաներն են, հա, եղել, այնտեղ կամուրջ կա ու երկաթգիծ կա, որը մտնում է։ Ու այդ երկաթգիծը, եթե ջուլֆայից աչա թեքվում, գալիս է Օրդուբադով, մտնում է Մեղրի, դա ընդամենը երևի մի 25-30 կիլոմետր է, թե ճիշտ եմ հիշում, ու տեից Պարսկաստանից փաստորեն, եթե երկաթգիծը Մեղրիով այդ տրիպը աշխատում է, ինքը մտնում է Ադրբեջան, Ադրբեջանով գնում է Ռուսաստան։ Ռուսաստանը Պարսկաստանի հետ այսօր երկաթգծային կապ չունի։ Եթե ճիշտ կառավարվի տրիպը, ու նաև Ամերիկա, իրանական այդ հարաբերությունները, որ որոշակի եզրահանգումների կան, ի վերջո թե Իրանը, թե Ռուսաստանը իրենց բաժին եկամուտը կամ ձեռքբերումներն են ունենում, այսինքն իրենց երկու երկրների մեջ Կասպից ծովի մոտ տեղ կանոնը չեմ հիշում, այնտեղ մոտ 200 կիլոմետր պակասում է ու արդեն 20 տարի չեն կառուցում, բայց այստեղ եթե լինի տրիպի միջոցով Ռուսաստան-Իրան երկաթգծային կապ է հայտնվում, եւ փաստացի Միացյալ Նահանգները դեմ չեն դրան։ Ի վերջո իրենք եթե տրիպը սարքում են որպես կոմունիկացիայի տրանզիտային նպաստող երկու ամենամեծ պետություններ այս ռեգիոնում հնարավորություն են ստանում այդ տրիպով նաև հարաբերվելու, հա, տնտեսական հարաբերություններ ունենալ, նենց որ դա ինչ որտեղ նաև դրական կարող է լուծման ճանապարհ տանի, որ Իրանը տրիպին այդքան թշնամանքով չվերաբերի, նույնը ռուսները Նույնը ռուսները, նույնը եւ Միացյալ Նահանգների համար։ Փաստորեն Հայաստանը դառնում է ինչ-որ կապող, միացնող, հա, ֆակտոր։ Շնորհակալ եմ այսօր զրույցին։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Դավիթ Հակոբյանի հետ էինք զրուցում միջազգային հարաբերությունների մերձավոր արևելյան հարցերով փորձագետի։ Զրույցը վարում էի ես, Գայանե Առաքելյանս։ Բարին ընձեզ։